Բարև ձեզ, նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Ես սովորում եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ու ինձ որպես ուսանող հետաքրքիր է մի հարց։ Ներկայումս ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում շատ կարևոր է եւ առանցքային այն փաստը, որ ներկայումս ու շատ տարիներ Հայաստանի Հանրապետությունում են ներվծվում բազմահազար թվականակով ապրանքներ Վրաստանի սահմանով։ Դա գաղտնիք չի բոլորիս համար։ Այս համատեքստում ուժեղ Հայաստան կուսակցությունը ինչ մոտեցում ունի Հայաստանի Հանրապետություն Թուրքիա սահմանների բացման, ապաշրջափակման հարցում։ Ու հարկ եմ համարում նշել, որ այս դեպքում նույն ապրանքները իսկապես կեժանանան ու կդառնան ավելի մատչելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Շնորհակալություն։ Առաջի հարցը հարևան երկրները, օրինակ Թուրքիայի Հանրապետությունը գազի գինը 50% սուբսիդավորում է։ Թուրքիայի Հանրապետությունը կանության գինը, Թուրքիայի Հանրապետությունը էլեկտրականության գինը իր քաղաքացիների համար 50% սուբսիդավորում է։ Թուրքիայում էլեկտրականության գինը ավելի թանկ է, բայց պետական բյուջեով 50% փող է տալի։ Նաև գազը։ Այդ պատճառով գյուղմթերքը էժան է Թուրքիայում։ Բայց այո արտահանման սուբսիդիաները։ Ինչ առաջարկ կա, անկախությունը մեզ տալիս է գործիքակազմ կառավարել սեփական շուկան։ Դու կարող ես կառավարել սեփական շուկան դրսի էժան սուբսիդավորվող ապրանքներից հակադեմպինգային քաղաքականության արդյունքում։ Մյուսը, արդյոք դրական է Թուրքիայի հետ սահմանի բացվելը, թե չէ։ Կարող եմ ասել, որ հա, դրական է։ Մեր տնտեսության համար դրական է, որովհետև մեքենայով դու կարող ես բեռնատարը այստեղից կարող է հասնել Հունաստան շատ արագ, Եվրոպա շատ արագ, մեր մշակութային զոնա շատ արագ։ Մենք ամեն դեպքում քրիստոնեական, եվրոպական մշակույթի զոնա ենք, մի մշակութային ինչ-որ տարբերություններով։ Թուրքիայի սահմանի բացումը լավ է Հայաստանի համար, բայց ինքնիշխան քաղաքականությունը ոչ թե մարքեթինգային տերմին ինքնիշխանություն, այլ իրական ինքնիշխան քաղաքականությունը քեզ թույլ է տալիս այնտեղ, որտեղ դու ունես ազգային շահերին բախվող խնդիր, զսպել այդ խնդիրը ներքին կանոնակարգմամբ։ Այսինքն, թուրքերի հետ աշխատանքի մեջ մենք պետք է ուղղակի ուշադիր լինենք, որպեսզի չենթարկվենք իրենց տնտեսական ազդեցությանը 100%-ով, որովհետև այդ դեպքում մեր գյուղացիությունը կտուժի, եւ չենթարկվենք մշակութային այն նարատիվներին, որը իրենք առաջարկում են Թուրքիայի որոշ շրջանակներ, առաջարկում են այս պահին, հուսով եմ ժամանակի ընթացքում այդ երկրում էլ տեղի կունենա մեծ փոփոխություններ եւ մեր ազգերի միջև հարաբերությունները կլավանա, որովհետեւ այդ երկրի փոփոխությունների արդյունքում է, ինձ թվում է գալու իշխանություն կամ իշխանությունը ինչ որ ձև վերարտադրվելու եւ հասկանալու, որ հարևանները պետք է լուծեն իրար այդ հարցերը արդարացիորեն։ Մենք համարում ենք, եթե մենք պետք է իրար հետ ապրենք, իսկ մենք այլ ընտրանք չունենք, պետք է ունենք լավ հարաբերություն, բայց իմանանք, որ մենք կիսում ենք ընդհանուր ռեգիոն եւ իրար շահերը հաշվի առնենք։ Ավելի երկար կարող եմ ներկայացնել, բայց այսօր տնտեսական օրակարգի օր է։ Շնորհակալ եմ։